Երբ որ այս հատվածը ընթերցում ենք Հռոմեացիս 6-րդ գլխի 3-ից 6 համարները, հետևյալ երկու հարցերն են, որոնք որ երբ որ մտածում ես մտքիդ մեջ առաջանում են։ Մեռած ես արդյոք? Եվ երկրորդ հարցը, կենդանի ես արդյոք։ Մինչև պատգամին անցնելը կամ այն մտքին, որ մեջս ունեմ Տիրոջ խոսքի մասին բաժնեկցելու, ուզում եմ խոսալ մի գրական ստեղծագործության օրինակով, որի մասին դուք հավանաբար լսել եք կամ կարդացել եք, սա այն գրքերից է, որ ժամանակին, երբ որ պատանի էի ու ընթերցեցի իմ պատանեկան հոգեբանության վրա, ձևավորման վրա մեծ ազդեցություն թողած։ Խոսքը գնում է Ալեքսանդր Դյումայի Գրաֆ Մոնտե Քրիստո գրքի մասին, որի հերոսը Էդմոն Դանտեսը անարդար կերպով դատապարտվեց եւ 14 տարով բանտարկվեց։ Եվ սրա արդյունքում բոլորի կողմից մոռացվեց եւ լքվեց, դատապարտելով նաեւ մենակության։ Այս մենակության մեջ իր միակ զրուցակիցը դարձավ կողքի խցի բանտարկյալը Էդմոն Դանտեսը լրիվ միայնակ մնաց եւ սկսեց հուսահատվել։ Եվ այս հուսահատությունը ավելի ուժեղացավ, երբ որ իր այս խցին կից բանտարկյալը մահանում է։ Սակայն, երբ որ այս հուսահատությունն է գալիս, Էդմոն Դանտեսի մեջ, երբ որ իր ժամանակ է գալիս մի օր, երբ որ այս իր խցին կից, որոնց բաժանում էր մի պատ ընդամենը, երբ որ զրուցակից կար եւ այլն, երբ որ այս ընկերը մահանում է, իր մտքի մեջ հղանում է ազատվելու, բանտից ազատվելու մեկ հատ ծրագիր։ Եվ ինչ էր այս ծրագիրը, ինքը մահացած ընկերոջ փոխարեն պիտի մտներ դիակի պարկի մեջ եւ մահացած ձևանար, այդ ժամանակ բանտի զինվորները կամ բերդի զինվորները իրեն որպես դիակի դուրս կբերեին։ Ալեքսանդր Դյուման շատ պատկերավոր է նկարագրում, թե ինչպես Էդմոն Դանտեսը պետք է պահեր իրեն, որպեսզի իրան չբացահայտեին։ Դյուման գրում է. կարծեցյալ դիակին պարկով վերցրեցին անկողնուց եւ դուրս տարան։ Էդմոն Դանտեսը ձգեց մկանները, որպեսզի նմանվի մահացած, սառած, կյանքը կորցրած մարմնին։ Այս գրքի մեջ նկարագրում է, որ Էդմոն Դանտեսը իրականության մեջ չէր մահացել, սակայն այդ պահին իրեն ձեռք էր տալիս նմանվել դիակի։ Այսպես է լինում է շատ հաճախ քրիստոնյաներիս հետ։ Աստվածաշունչը ասում է, որ իրական քրիստոնյան մահացավ խաչի վրա Քրիստոսի հետ։ Սակայն շատ հաճախ տեսնում ենք, որ մահացած պիտի լինենք, բայց մահացած չենք։ Եվ այն էլ ինչպիսի կենդանություն ունենք։ Շատ հաճախ ձև անելով, որ մահացել ենք։ Այս երևույթի մասին է խոսում այսօրվա մեր ընթերցած հատվածը։ Եկեք նայենք մեր ընթերցած հատվածի 3-րդ համարին, այն սկսվում է հետևյալ կերպ։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 3-րդ համար։ Դուք չգիտեք, ասում է Պողոս առաքյալը։ Պողոս առաքյալը ասում է մի բան, որ ենթադրում է հետևյալը։ Այս հարցը տալով Պողոս առաքյալը ակնկալիք ունի, որ իրեն ունկնդրողները գիտեն այս ամենը, եւ զարմանալի է, որ չգիտեն։ Իրեն լսող քրիստոնյաները պիտի որ սա իմանան։ Եվ ուրեմն ասում է, դուք չգիտեք, ո՞նց չգիտեք։ Եթե քրիստոնյա եք, ինչպես է որ չգիտեք։ Եվ ինչի մասին է խոսքը։ Ինչ իմացության մասին է խոսքը։ 3-րդ համարի շարունակության մեջ ասում է. թե մեզանից ովքեր դուք չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ մկրտվեցին, նրա մահվանը մկրտվեցին, կամ նրա մահվամբ ուրիշ թարգմանության մեջ մկրտվեցին։ Այս թեման բարձրացնելով Պողոս առաքյալը բացատրում է մկրտության արարողության բուն իմաստը, թե ինչ է մկրտությունը, ինչ է այս խորհուրդը։ Այսպիսով իր բուն իմաստի մեջ խոսքը վերաբերում է մեղքին եւ մեղավոր կյանքին։ Մենք մեր ընթերցված հատվածը սկսեցինք Հռոմեացիս 6-րդ գլխի 3-րդ համարից։ Սակայն տեսեք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը 6-րդ գլխի սկզբից, 6-րդ գլխի առաջին եւ երկրորդ համարներում։ Եկեք միասին ընթերցենք։ Ուրեմն ինչ ասենք։ Մնանք մեղքի մեջ, բարձրաձայնում է Պողոս առաքյալը։ Ուրեմն ինչ ասենք։ Մնանք մեղքի մեջ, որ շնորհը շատանա, քավ լիցի,
Մենք որ մեռանք մեղքի նկատմամբ, այլևս ինչպես ապրենք դրա մեջ։ Այս միտքը հասկանալու համար պիտի անդրադարձ կատարենք ամբողջ Հռոմեացիներին ուղղված նամակին։ Մինչ 6-րդ գլուխը Հռոմեացիս 3-րդ գլխի մեջ, 4-րդ գլխի մեջ, 5-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը խոսում է, որ փրկությունը շնորհքի միջոցով է։ Մարդ ոչ մի բան չի կարող անել, ոչ մի գործ չի կարող գործել, որ դրա միջոցով կարողանա արժանանալ փրկության։ Փրկությունը, որ Քրիստոս մեզ տալիս է, շնորհ է, իր պարգևն է մեզ։ Սակայն եթե այսպես ենք դիտարկում, որ մարդ ոչ մի գործ չի կարող գործել, որպեսզի փրկության արժանանա, ոչ մի արարք չի կարող գործել, որ փրկության արժանանա, բարի գործերը մարդու կամ չար գործերը չէ, որ խոսում են մարդու փրկության մասին, այլ ինչ գիտենք, Հովանու 3-րդ գլխի 16-րդ համարի մեջ Հիսուս ինքը ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի ով որ նրան հավատա, գործ չկա, ոչ թե պայման չկա գրված այսպես անի, այնպես անի, այս անի, այն անի, ով որ նրան հավատա, հավիտենական կյանք ունենա։ Սակայն եթե այսպես ենք դիտարկում, մեղքը ևս գործ է։ Եվ եթե փրկող Աստված է եւ քո կատարած գործերին չի նայում, այլ նայում է հավատքիդ, ինչ է նշանակում սա։ Ուրեմն քո անելուց կամ չանելուց չէ, ուրեմն ինչ կապ ունի քո փրկության հարցում, անելը կամ չանելը։ Եվ այս հարցը շատ լուրջ է նաև այսօր։ Ոչ միայն Պողոսի քարոզած օրերում, երբ որ ինքը ասում է, ուրեմն ինչ անենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա։ Այս հարցը այսօր էլ է շատ լուրջ մեր օրերում, որտեղ այս հարցի հետևը կանգնած է գուցե անմտածված մեր հետևյալ կատարած արտահայտությունները, որ վստահ եմ շատ ենք արել եւ շատ ենք լսել եկեղեցու մեջ։ Կա մեկը, ով մեղք չի գործում։ Կամ հնարավոր չէ մեղք չգործել։ Ով կարող ասի, որ ինքը մեղք չի գործում։ Երբ այս բոլոր նյութերի մասին խոսում ենք, հիշում եմ մի պատմություն, որ ժամանակին լսել եմ երջանկայիշատակ հայաստանյաց ավետարանական եկեղեցու Թումանյանի հովիվ վերապատվելի Ռոբերտ Մխիթարյանից, նա այսպիսի մի պատմություն էր պատմում, ասում է Լորվա ձորում մի աղա է լինում, ով Սիմոն անունով մի ծառա է ունենում, եւ օրերից մի օր լսում է, որ այս Սիմոն ծառան հավատացյալ է դարձել։ Մի օր աղան գնում է որսի, իր հետ միասին վերցնելով այս ծառային, եւ ճանապարհին Արաբայի կամ Կարքիակը քարին է կպնում եւ ջարդվում է։ Սիմոնը որ տեսնում է, որ այս չոլի մեջ, այս հանդի մեջ նորից պիտի չարչարվի, ակսարքի, չի դիմանում, ասում է՝ «Տո դե քուհերն էլ ըստի անիծած»։ Աղան որ լսում է, շրջում ասում է՝ «Սիմոն, բա դու հավատացյալ չէի, ինչ ես ասում»։ Սիմոնի բերանը պապանձվում է, չի իմանում, թե ինչ պատասխանի։ Երկնքով բադերի երամ է անցնում, որսի են գնացել։ Աղան հրացանը հանում է ու երկու բադ է կրակում։ Մեկ ընկնում տեղն ու տեղը սատկում է, հաջորդ ընկնում է սկսում է թպրտալ։ Սիմոնը սա երբ որ տեսնում է, ասում է՝ «Ահա, աղա, պատասխանը գտել եմ»։ Այն սատկածը դու ես, թպրտացողը ես։ Այո, շատ հաճախ մենք Գրաֆ Մոնտե Քրիստոյի նման, Էդմոնդ Դանտեսի նման ձևացնում ենք, որ մահացել են։ Այսպիսով, եթե Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ մարդը փրկվում է շնորհքով եւ ոչ թե գործերով, նշանակում է չենք կարող պահանջել քրիստոնյայից անմեղ կամ արդար կյանք։ Արդյոք տեսնում եք այս իմ խոսքերի հետևը կանգնած տրամաբանությունը, որոնց շատերի համար ճշմարտություն է։ Եթե մարդը փրկվում է շնորհքի միջոցով եւ ոչ թե գործերով, նշանակում է չի կարելի խոսել քրիստոնյայի հետ, որ մեղքերն են բնորոշում իր իրավիճակը։ Պատկերացնում եք ինչի մասին եմ խոսում։ Մեղքը այլևս խնդիր չի։ Դու մեղք ես գործում, բայց քանի որ Տիրոջ շնորհքը այնքան մեծ է, որ կարող ես երեկոյան գալ, ներողություն խնդրել եւ Աստված կների քեզ։ Այսպիսի մտածելակերպը կոչվում է անտինոմիզմ։ Անտի նշանակում է հակա, նոմիզ նշանակում է օրենք,
հակաօրենք, օրենք չկա, եթե շնորհքի տակ ենք, ուրեմն ամեն բան կարելի է։ Ավելի ասեմ, սա մի ամբողջ վարդապետություն է արդարացնելու համար մեղքը։ Մեր մեջ գիտակցաբար կամ ոչ կա բացահայտ անտինոմիզմ, բացատրեմ։ Որպեսզի ավելի հստակ հասկանանք, թե ինչի մասին եմ խոսում, հետևյալ օրինակը բերեմ։ Ամերիկայում 30-ական, 40-ական թվականներում մի քրեական հեղինակություն կար, որի մասին շատ թերթեր են խոսացել։ Խոսքը գնում է Ալ Կապոնեի մասին, մաֆիոզ մեկն էր, եւ ինքը այսպիսի մի արտահայտություն ունի, ասում է. երբ որ ես փոքր էի, ես աղոթում էի, որ Աստված ինձ հեծանիվ նվիրի։ Հետո հասկացա, որ Աստված ուրիշ կերպ է աշխատում։ Ես հեծանիվ գողացա, ու հետո սկսեցի խնդրել Աստծուց, որպեսզի ինձ ների։ Երբ սրա մասին մտածում ես, թվում է, թե Ալ Կապոնեի ասածի մեջ տրամաբանություն, ճշմարտություն կա։ Եթե շնորհքով ենք փրկվում, ապա կարող ենք մեղք գործել, հետո գալ երեկոյան Տիրոջից ներողություն խնդրել, չէ՞ որ նա կների։ Սա բացահայտ անտինոմիզմ է։ Սակայն նաև կա թաքնված անտինոմիզմ, դա այն է, երբ որ ասում ես, ես միևնույն է մեղավոր եմ մնում։ Ինչ էլ որ անեմ, միևնույն է բնավորությանս մեջ փոփոխություն տեղի չունեն։ Կամ ասում են, ինչքան էլ ես իմ վրա աշխատեմ, ինչ էլ որ անեմ, միևնույն է Պողոսի նման, որի խոսքերը կարդում ենք, ջերմեռանդ հավատացյալ չեմ կարող լինել։ Եթե ես մեղավոր եմ, բա շուրջինները, երբ որ մեկին ասում ես, այս մեղքի մեջ ես, ասում է, բա նրանք, եթե ես այս մեղքն եմ անում, ճակերտների մեջ, բա մնացածները ուրիշի մեղսունակությունով արդարացնելով իր մեղքը։ Քրիստոսի շնորհքի միջոցով փրկությունը այս պարագայում դառնում է ինքնաարդարացում, ոչ թե արդարացում։ Որպեսզի շատ ջանք չթափես քո քրիստոնեական կյանքի վրա, բավարար է միայն հանգիստ ու խաղաղ հոգևոր կյանք ապրել, զբաղվելով միայն առօրյա կենցաղային հարցերով։ Կիրակի օրը եկեղեցի գալ, եւ դա բավարար է իմ քրիստոնեական կյանքի համար։ Այս մտածողությունը նույնպես տանում է նրան, որ մենք ինքներս մեզ ներսից արդարացնում ենք մեղքը։ Ինչ էլ որ անեմ, ինչ էլ որ անեմ, Պողոս չեմ դառնա։ Սակայն Հռոմի 6-րդ գլխի 2-րդ համարի մեջ կարդում ենք. «Քավ լիցի, որ այսպես մտածենք։ Մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպես կարող ենք տակավին նրա մեջ լինել։ Ինչպես կարող ենք ասել, ով չի մեղք գործում։ Բոլորն էլ մեղավոր են։ Եթե մեղքի համար մեռանք, ինչպես կարող ենք մեզ նույն կամ նման արտահայտություններ թույլ տալ։ Սակայն ինչ է նշանակում մեռանք, կամ ով տեսավ, որ մենք մեռանք մեղքի համար։ Մեր ընթերցած հատվածի 3-4 համարների մեջ կարդում ենք մեր հին մարդու թաղումը եղավ, երբ որ մկրտվեցինք։ Եկեք ընթերցենք։ Դուք չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ մկրտվեցին, նրա մահվանը մկրտվեցին։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, ասում է Պողոս առաքյալը։ Որովհետև մկրտության խորհուրդը մեր թաղման արարողությունն է։ Սա պարզապես ջրի ցայում չէ կամ լվացման արարողություն չէ։ Այլ երբ որ մեզ ընկղվում են ջրի մեջ, մենք ցույց ենք տալիս որպես վկայություն բոլորին, այսինքն եկեղեցու առջև, ներկաների առջև, Աստծո առջև, որ մեռանք, ընկղմվեցինք, թաղվեցինք։ Ուրեմն եթե մեռանք, այլ ինչպես կարող ենք նորից մեղքի մեջ ապրել։ Ուրեմն չմեռանք, այլ Էդմոն Դանտեսի պես ձևացրեցինք, որ դիակ ենք։ Այսպիսով մկրտությունը նշան է մարդու եւ Քրիստոսի միության։ Այն հանդիսանում է հին մարդու թաղումը, սակայն երբ որ խոսում ենք մկրտության մասին, մկրտությունը չի խոսում միայն հին մարդու մահվան կամ թաղման մասին, որովհետև կիսատ կլիներ այս պարագայում։ Քանի որ
Քրիստոսի հաղթանակը մեղքի նկատմամբ չի կայանում միայն նրա մեջ, որ ինքը մեզ համար կամ մեր փոխարեն խաչի վրա մահացավ, այլ ինչը մահացած չմնաց, այլ երրորդ օրը հարություն առավ, եւ մենք շուտով զատիկը պիտի տոնենք։ Եվ նույն բանը տեսնում ենք մկրտության արարողության մեջ։ Երբ որ մենք ընկղվում ենք ջրի մեջ չենք մնում, այլ դուրս ենք գալիս, խորհրդանշելով եւ վկայելով մեր նոր կյանքը, սակայն առանց մեղքի։ 6-րդ համարի 4-րդ եւ 5-րդ համարները 4-րդ համարի երկրորդ բաժինը հենց սա է ասում։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով հարություն առավ, նորոգության մեջ մեռելներից ներողություն, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Քանի որ եթե մենք միաձուլվեցինք իր մահվան նմանությամբ, ապա նույնպես պիտի իր հարության նմանությամբ լինենք։ Ամեն Տիրոջ խոսքին։ Մեզ նոր կյանքի կոչողը ինքը Աստված է, որ Հիսուսին, ինչպես որ Հիսուսի պարագայում, երբ որ Աստված նրան մեռելներից հարուցանեց։ Հռոմեացիս 10-րդ գլխի 9-րդ համարը հետևյալն է ասում։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 9-րդ համար, որ եթե բերանով Տեր Հիսուսին դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, պիտի փրկվես։ Ով տվեց հարություն Հիսուս Քրիստոսին? Աստված։ Եվ ուրեմն մեզ էլ նոր կյանք պարգևողը եւ նոր կյանքի կոչողը հենց ինքը Աստված է։ Մենք չենք կարող մահանալ Քրիստոսի հետ խաչի վրա եւ մահացած մնալ։ Երբ որ Քրիստոս հարություն առավ, այսինքն եթե մենք մեղքի համար Քրիստոսի հետ մեռանք, բայց նոր կյանք չսկսեցինք, նշանակում է Քրիստոս հարություն առավ, իսկ մենք մնացինք գերեզմանի մեջ։ Այսպիսի բան չի կարող լինել։ Այլ ոչ, Հիսուսի հետ միասին մենք նույնպես հարություն ենք առնում։ Իր նմանության, նոր կյանքի գալով, մեր նոր կյանքը հանդիսանում է մեր մահվան ուղղակի, ոչ թե անուղղակի, այլ ուղղակի հետևանքը։ Ուրեմն ինչի մեջ է այս նոր կյանքի նորությունը? Այն Հիսուսի մեջ է։ Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ Աստված մեզ տալիս է նոր սիրտ, մասնավորապես Եզեկիել մարգարեության 36-րդ համարի 26-րդ համարում կարդում ենք։ Եզեկիել մարգարեություն 36-րդ գլուխ 26-րդ համար։ Եվ ձեզ նոր սիրտ եմ տալու ու ձեր ներսում նոր հոգի եմ դնելու եւ ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ եմ տալու։ Ամեն Տիրոջ խոսքին։ Հիսուս Քրիստոսի արյան միջոցով Աստված մեզ տալիս է նոր սիրտ։ Այս խոսքերը ենթադրում են նոր ներքին էություն։ Մեր ներսում փոխվում է ամեն բան։ Մեր մտքերը, մեր ցանկությունները, մեր հասկացողությունը, մեր հայացքը, մեր տեսակետը, Աստված փոխում է մեզ ներքնապես։ Մեզ մեղքերի մեջ մեռածից դարձնելով հոգևոր կենդանի էակ, մեզ տալով նոր սիրտ։ Կողոսացիս 3-րդ նույն Պողոս առաքյալի նամակն է, Կողոսացիս 3-րդ գլուխ առաջին համարի մեջ Պողոս առաքյալը անդրադարձ կատարելով այս նոր կյանքին, Հիսուսի հետ հարությանը հետևյալն է ասում։ 3-րդ գլուխ առաջին համար։ Եթե, այսինքն եթե չենք ձևացնում, եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, ուրեմն վերին բաները փնտրեցեք, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմում։ Այսպիսով, եթե մենք Քրիստոսի հետ նոր կյանքի եկանք, մեր ցանկությունները նույնպես փոխվում են։ Մենք ցանկանում ենք եւ մտածում ենք այլևս վերին բաները, ինչպես համարի մեջ ասվում։ Առաջ մենք վերին բաները չէինք փնտրում։ Մենք չէինք փնտրում այն, ինչ որ վերևում է, այն, ինչ որ երկնքում է, այն, ինչ որ վերաբերվում է Աստծուն, հոգևոր կյանքին, երկնային թագավորությանը։ Սակայն եթե նոր կյանքի եկար, այլևս կենցաղային հարցերի մասին չէ, որ մտածում ես։ Այլևս
Քո ներքին եսը չէ որ փնտրում ես, քո ներքին փափագը չէ որ փնտրում ես, երբ որ Աստված քո մեջ նոր սիրտ է ստեղծում, եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ուրեմն վերևի բաների մասին մտածեցեք, ասում է Պողոս առաքյալը։ Այն ինչ որ վերաբերվում է Աստծուն, այն ինչ որ վերաբերվում է հոգևոր կյանքին, այլ ինչ որ վերաբերվում է երկնային քաղաքացիությանը։ Այո, առաջ մենք փնտրում ենք միայն մեր եսը եւ ներքին փափագները, բայց հիմա ապաշխարությամբ եւ նոր կյանքով ուրիշ անհատ ենք, նոր մարդ, Քրիստոսով նոր կյանքի մեջ։ Այսա է մեր ընկալմամբ ապաշխարությունը եւ մկրտությունը։ Երբ որ խոսում ենք մկրտության մասին, խոսում ենք սրա մասին, հիշելով Հիսուս Քրիստոսի թաղումը, մահը եւ հարությունը։ Եվ նույն մկրտությամբ մենք պարզապես բոլորին վկայում ենք, որ այո, տեսեք, ես մահանում եմ, եւ եթե մահանում եմ Քրիստոսի հետ, ինչպես Քրիստոս հարություն առավ, ես նույնպես հարություն եմ առնում։ Նոր կյանքի եմ գալիս, այլևս հին Դավիթը չէ։ Եվ գիտեք, շատ եկեղեցիներում ավանդույթ կա մկրտությունից հետո մարդու անունը փոխելու կամ երկրորդ անուն դնելու նրա վրա, որովհետև մարդը այլևս հին մարդը չէ, բայց անուն փոխելով չէ, որ այդպես է։ Պիտի վստահես Տիրոջը, պիտի հավատաս Տիրոջը եւ նա քո ներսդ նոր սիրտ կստեղծի, նոր ցանկություններով, նոր ձգտումներով, նոր հոգևոր պատկերացումներով։ Սրա մասին են մկրտության խորհուրդը։ Մկրտությունը նոր կյանքի մասին է եւ մահվան մասին է։ Ոչ թե ձևացնելու համար, որ դիակ ենք, այլ իրոք մեռած ես, իրոք մահացար մեղքի համար։ Թե դեռ մտքումդ կա, որ ով չի մեղավոր, որ ով չի մեղ գործում, որ երբ որ շուրջ բոլորը տեսնեմ, այն էլ է մեղավոր, այն էլ է մեղավոր, ես ինչով եմ պակաս։ Սա ճիշտ այնա ինքնաարդարացումն է, ոչ թե Քրիստոսով արդարացումը, այլ ինքնաարդարացումն է քո մեղքերից եւ ոչ ապաշխարության։ Այսօր կանգնած ենք հաղորդության սեղանի առջև եւ պիտի խնդրեմ ոտքի ելնենք։ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին ունի երկու խորհուրդ, ժառանգած Աստծո խոսքից եւ Աստվածաշնչից՝ մկրտություն եւ հաղորդություն։ Այսօր մենք падգամի մեջ խոսացինք, թե ինչ է մկրտությունը։ Մեր թաղման արարողությունն է եւ նոր կյանքի գալուստն է։ Եվ ինչ է հաղորդությունը, եթե ոչ կրկին խոսալու Քրիստոսի մահվան մասին եւ թե ինքը ինչ իրականացրեց եւ ինչ կատարեց խաչի վրա։ Երբ որ Մարկոս ավետարանի մեջ կարդում ենք հետևյալ պատմությունը, որ Հովհաննեսն ու Հակոբոսը մոտենում են Քրիստոսին եւ հետևյալ խնդրանքով են իրան դիմում, ուզում եմ ոչ թե պատմել, այլ հենց բուն հատված ընթերցել, Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 35-րդ համարից։ Զեբեդոսի որդիները Հակոբոսն ու Հովհաննեսը նրա մոտ եկան ու ասացին. «Վարդապետ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, ուզում ենք կատարես մեզ համար»։ Եվ նա ասաց նրանց. «Ինչ եք ուզում, որ ձեզ համար անեմ»։ Նրանք էլ ասեցին նրան. «Շնորհիր մեզ, որ մեզանից մեկը քո աջ կողմում եւ մյուսը քո ձախ կողմում նստի քո փառքի մեջ»։ Գիտեք ինչ է պատասխանում Քրիստոս։ Հիսուսն էլ ասաց նրանց. «Չգիտեք, թե ինչ եք ուզում։ Կարող եք խմել այն բաժակը, որ ես եմ խմելու, եւ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, ամեն Տիրոջ խոսքին»։ Այսօր մենք մկրտված ենք որպես Տիրոջ անդամներ, որպես Տիրոջ ընտանիքի զավակներ։ Այսօր պիտի բռնենք բաժակը, որ խորհրդանշում է այն որոշումը, որ այո, մենք պատրաստ ենք Տիրոջ բաժակը ըմբելու եւ պատրաստ ենք Տիրոջ մկրտությամբ մկրտվելու, ցույց տալու, որ հին մարդը իր հետ միասին խաչի վրա մահացավ եւ այսօր կենդանի է նոր անհատը, նոր Դավիթը, նոր էությունը, նոր ստեղծագործությունը Տիրոջով։ Սա է մկրտությունը։ Ամեն։ Խնդրեմ